Մայակովսկի գյուղում գետը վարարել է ու ջրի տակ թողել գյուղացիների հողամասերը։ Ալֆրեդ Միքայելյանը, որ հողագործությամբ ու ծաղկաբուծությամբ է զբաղվում, պատմում է, ծաղկի ցանքն ամբողջությամբ մնացել է ջրի տակ։ Գետից այն կողմ իմ սեփականաշնորհված հողամասն է, որը ջրի տակ ամբողջությամբ ծաղիկներ է։ Հունիս ամսին ես պետք է իմ առաջին բերքը ստանայի այդ դաշտից, բայց այս ամեն ինչից հետո չգիտեմ արդյոք հույս կա, որ այդտեղից ծաղիկ դուրս կգա, թե չէ։ Միքայելյանն անցած տարի 1,400,000 դրամ վարկ է վերցրել սերմեր ձեռք բերելու համար։ Այսօր խնդրի առաջ է, եկամուտն օդից կախված, պարտքը իրական։ Դե մի հատ պետքա վերցնեմ, որ նախորդ վերցրածս գոնե փակեմ, էդի չմնա վրես։ Մի հատ էլ, չգիտեմ, արդեն էլ չեմ մտածում այս հողի վերաբերյալ ինչ-որ մի բան անեմ, որտեվ գիտեմ, այս տարի անցավ, մյուս տարի էլի գալու է, նույն բանը լինի ու էլի տարեստարի տես կոպիտ ասած գումարը հավաքվի վրես, բայց այս տվյալ հողամասից օգուտ չկարողանամ ստանալ։ Մայակովսկի գյուղի բնակիչների խոսքով խնդիրը միայն առատ տեղումները չեն։ Ասում են, գետի հունը տարիներ շարունակ չի մաքրվել, լցված է կենցաղային աղբով։ Նաև կոյուղաջրերն են վերևի բնակավայրերից հոսում դեպի գյուղ։ Հենց որ նայեք կտեսնեք, սա զիբիլ է ու բանը, եթե գետը տարեստարի գոնե մաքրեն, ոչ թե 10 մետր, չգիտեմ, երևացող հատվածները մաքրեն, մնացածը տենց թողեն մնա, պարզա գետը իր հունով կգնա, սելավատարերը կքաշեն կգնան, մեր հողերին էլ վնաս չի տա։ Այս տարի առատ տեղումների հետևանքով ջուրը վնասել է նաև տեխնիկան։ Գյուղացիները, որ նկարահանվել չցանկացան, ասացին, անգամ ոռոգման պոմպերն են վնասվել։ Մենք պատ ենք շարում, վարկ ենք վերցրել, որպեսզի պատ շարենք, որպեսզի այս աղետը դեբետի նման մեր տները չմտնի։ Եթե անձրևները մի 3 օր շարունակ այս տեմպով որ գան, չենք պատկերացնում ինչ կարա լինի։ Չնայած պատկան մարմիններին ուղված բազմաթիվ դիմումներին խնդիրը լուծում չի ստանում։ Նրանց խոսքով մաքրման աշխատանքները կատարվում են մասնակի եւ ուշացած։ Անձրևը գալուց մենք գիշերները չենք քնում։ Ամբողջ գիշեր մենք նայում ենք, լցվեց, ինչ անենք։ Գարունը բացա պետքա մաքրվի կամ աշնան սկիզբ կամ գարնան սկիզբը։ Անձրևները գալին որ հելնում են ոտ, էլ ինչը մաքրեն, անձրևի մեջ ցեխի մեջը հող կմաքրվի, առու կմաքրվի։ Ժամը 12-ին տրակտորը բերել են, կանգնացրել են, ի՞նչն եք մաքրում։ Թումբ եք անում, հա։ Ինչն եք մաքրում գիշերը 12-ի։ Նրանք խնդրի վերջնական լուծում են ակնկալում։ Գյուղում նաև տեղաշարժն է դժվարացել։ Գետի վարարումից փողոցները դժվար անցանելի են դարձել։ Բոլորինս կես մետրից ավել ջրի մեջ կորած է հիմա։ Այսքան բարձրացել։ Ճանապարհները լրիվ անացանելի է։ Հենց հիմա ճամփին հավասար է, դաշտի ջուրը ու գետի ջուրը մի հավասարի է։ Սպասենք որ այդ ջուրը քանվի, բույսնը չորանում է, հա։ Տարիներ Չորանա, որ մենք այդտեղից պետք է օգուտ անենք։ Սա գալիս դաշտին չի համար։ Ոչ մի բանի։ Հունիսից արդեն մենք պիտի տես ծաղիկ քաղենք, ռամաշկին, ֆլոքսը, սա արդեն ջրի տակ է։ Ես իմ սեպտեմբերին կհասցնենք մի պարտիա քաղենք, չենք էլ կարող։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ են խնդրից, աշխատում են։ Մաքրում ենք դեմի խանգարող ավելորդ բույսեր, ծառեր մաքրում են հիմա էլ այսօր մաքրման աշխատանքներ իրականացվում։ Ուսով ենք կլուծվի այդ հարցը։ Արդեն իսկ ջրի հոսքը դեպի բնակիչների այգիներ դադարել է։ Սահակյանը նաև նշեց, գետի հունը փոխել չեն կարող, նաև բնակիչներին մեղադրեց։ Տարվա սելավատարը ուղղակի այնտեղ հենց բնակիչների կողմից մի քանի պանել է հանվել այս ընթացքում, որը չենք նկատել, համայնքը չի նկատել, հենց հիմա վերականգնում են այդ պանելները, նորից դնում են իրանց տեղը։ Բա ինչի են հանել դրանք։ Գողացել են, ինչի են հանել, հենց այդ նույն բնակիչներն էլ հանել են։ Իրանց կարիքների համար ենթադրում են։ Կոտայքի մարզպետը չբացառեց նաև փոխհատուցում տրամադրելու հարցը, ասաց, եթե վնասներ կրած քաղաքացիները դիմեն համայնքապետարան, կօգնեն։ Մինչ այդ առաջիկա օրերին առատ տեղումները շարունակվելու են։